Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արարատյան խոհանոցն է Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շատ ուրախ եմ, որ կրկին միասին ենք։ Մենք շարունակում ենք մեր շարքը կերակրատեսակների, որոնք մեր կարծիքով ձեզ կհետաքրքրեն եւ մենք ուզում ենք, որ այնպիսի կերակուրներ լինեն, որտեղ ներգրավված լինեն բաղադրությունը լինի մեր բնամթերքը, մեր երկրին բնորոշ մթերքներով պատրաստվի եւ պատրաստի անպայման մեր հայրենակիցը։ Եվ այսօր իմ հյուրն է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ Համլետ Վարդանյանը, Հավանա ռեստորանային համալիրի ավագ խոհարար։ Ողջույն։ Ինչպե՞ս ես Համլետ։ Շնորհակալություն լավ։ Ուրախ եմ կրկին հանդիպելու, կրկին միասին լինելու համար։ Ինչ ենք պատրաստելու, ինչ լուծումներ ենք տալու այս մթերքներից, ինչ է ստացվելու։ Հաղորդումներից մեկում մենք անդրադարձանք արիշտայի ուտեստների բազմազանությանը, այսօր կփորձենք համալրել այն եւս մեկով, կպատրաստենք արիշտա հավի կրծքամսով եւ պարմեզան պանրով, կհամատեղենք ազգայինը ու նորավոճը, այսպես ասած, ու նրա հետ կմատուցենք նաեւ գարնանային աղցան թարմ կանաչիներով եւ բոլոկիով։ Եվ ամսական բողկով, այո։ Լավ, սկսենք, ինչից սկսենք, ինչում կարող եմ ես ներգրավվել։ Առաջնահերթ, քանի որ մենք արդեն նախապատրաստել ենք ջուրը երման աստիճանի հասել, արիշտան խաշենք, որպեսզի եփվի։ Պատրաստենք, այո։ Շատ գովելի է, այո, մենք պիտի շատ աշխատենք արիշտայի հետ, շատ աշխատենք մեր բնամթերքների հետ, տարբերակներ, տարբեր լուծումներ տանք, որևէ ամաչելու բան չկա, եթե մենք որոշ ինչ-որ մթերքներ նաև վերցնենք այլ խոհանոցներից։ Կողմնակից եմ դրան, քանի որ ոչ միայն մենք ենք վերցնում, նաև իրենք են մեզանից վերցնում։ Նորմալ է։ Իհարկե, ազգային խոհանոցի մասին չի խոսքը, կոնկրետ հենց մեր որպես մշակութային ժառանգություն, բայց մթերքները եւ նրանք այդ խոհանոցը այնուամենայնիվ զարգացման մեջ է խոհանոցը։ Կրծքամիսի հետ ինչ ենք անելու, ինչպես ենք։ Կրծքամիսը ես ժապավենաձև կտրատեմ, կպատրաստեմ տապակելուն, իսկ ես կխնդրեմ կանաչիները մանր կտրատել, ավելացնել տարայի մեջ։ Այս բոլորը, հա։ Այո։ Այդ բոլորից կազմենք կանաչիների փնջով աղցան։ Մանր ասվածը, շատ մանր, որքան հնարավոր է մանր։ Որքան հնարավոր է մանր։ Շատ լավ։ Այստեղ ոնց որ տեսնում եմ, ընտրված է սամիտ, մաղադանոս, ռեհան, հա, համքեղ եւ հազարի տերևներ։ Կանաչ սոխ իհարկե։ Աշխատանքի ժամանակ եւ ընդհանրապես մեր խոհանոցի մասին մտածելիս ինչն է որ դու կուզենայիր ավելի շուտ լուծվեր զարգացման մեջ մեր խոհանոցի հետ կապված քան թե ընթացքը թույլ է տալիս, այսինքն բնական է որ մենք համախոհենք եւ գիտենք որ զարգացման առումով, վերականգնման առումով, լուսաբանման առումով դեռ անելիքներ ունեն մեր խոհանոցի մասով։ Այ ինչը կուզենայիր որ առաջնահերթ լիներ, առաջնահերթությունների մասով։ Առաջնահերթ ցանկությունս այն է որ մեր խոհարարական թիմը համալրվի ընդհանուր մի ուղղությամբ սկսի մտածելը, համախմբվածություն ստեղծվի, մեր ամբողջ հայ խոհանոցը ներկայացնող անձնակազմը կոնկրետ մի ուղղությամբ մտածեն, ոչ թե ամեն մեկը իր հերթին իր առաջարկը կատարի, այլ բոլորը փորձեն մեկը մյուսին լսել ու հասկանալ ներկայիս խնդիրները ինչպես կարելի է լուծել։ Ոչ թե ամեն մեկը իր հերթին որպես լուծում իրանը առաջ տանի, այլ ընդհանուր մտքերի Երբ որ ընդհանուր մտքերը համապատասխանում են իրար, այդ պարագայում ավելի հեշտ կլինի։ Այսինքն ծրագրավորված։ Ծրագրավորված, այո։ Իանալի։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք հասնել հաջողության։ Երբ որ թիմային ենք լինում, հաղթանակը ավելի մոտ է լինում, քան թե որպես առանձին անձ գործելը։ Իհարկե, որևէ մեկը կամ որևէ մի խումբ չի կարող իր վրա պատասխանատվություն վերցնել եւ ասել, որ մենք ենք եւ վերջ մենք կարող ենք մշակել, վերականգնել, ներկայացնել եւ այլն։
Մենք պիտի միասին լինենք, միասնական լինենք եւ համատեղենք ուժերը։ Այո։ Դեռ պարոն Մամարյան, դուք դա կկտրատեք, ես սկսեմ տապակել հավի կրծքամիսը։ Ժապավենաձև, այսինքն բարակ Բարակ երկար կտրվածներ։ Հավի կրծքամիսը ընթացքում տապակելուց կհամեմենք, նաև օգտագործենք սխտոր տապակի ժամանակ, այն ավելի արտահայտիչ է դարձնում ուտեստի Մենք համը։ տապակելիս օգտագործեցինք բայարսկոյե ապրանքանիշի յուղը, չէ՞։ Այո, այո։ Իսկ նախասիրությունները, մենք շատ ենք խոսում ընդհանրապես խոհարարի մակարդակի, լինի դա գիտելիք թե կարողություն եւ նաեւ նրա կարողությունների դրսեւորման։ Եվ խոհանոցում գիտենք, որ աշխատանքները բաժանված են, այսինքն ամեն մեկը ունի տարածքը իր պատասխանատվության տակ գտնվող տարածքը եւ համապատասխան նաեւ գործառույթը։ Կրթության մեջ մասնագիտական ինչ ես կարծում միանգամից հարկավոր է խոհարարին կամ սկսնակ խոհարարին ծանոթացնել ամբողջ գործընթացի հետ խոհանոցում իրականացվող թե պիտի տարբերվեն ըստ այդ աշխատավայրի կամ ըստ այդ տարածքների, որտեղ որ առանձին գործառույթ են իրականացվում։ Ինձ թվում է, որ ավելի ճիշտ կլինի փուլ առ փուլ, որտեղ որպես խոհանոցի աշխատող ես կարող եմ ասեմ, որ շատ բարդ է ծավալում է ինֆորմացիան ու սկսնակի համար շատ բարդ կլինի այդ ամեն ինչը։ Միանգամից, չէ՞։ Միանգամից ընկալել, ավելի լավ կլինի փուլ առ փուլ ու ընթացքում ավելի պարզ կլինի նրա ձգտումը, որ մասնաբաժինն է ավելի լավ տիրապետում։ Նախասիրությունը, դա կլինի սառ ուտեստներ, տաք ուտեստներ, քաղցրավենիք եւ նման տիպ բաշխումների մեջ ինքը կարող է գտնել իր արտադրամասը, որտեղ իրան ավելի հարմարավետ է զգում ու ավելի հաճելի է ոչ թե որպես միայն աշխատանք կատարել, այլ որպես նաև մասնագետ, հոբի եւ հաճույք ստանալ այդ ամեն ինչից։ Ապակելու ընթացքում ես արդեն կհամեմեմ հավի կրծքամիսը աղով եւ սև պղպեղով։ Լոտուս ապրանքանիշի աղն ենք օգտագործում։ Այսպես։ Արիշտան հավի կրծքամսով պատրաստելիս մենք օգտագործեցինք սխտորը, յուղը եւ տապակեցինք հավի կրծքամիսը։ Հիմա նրա վրա ավելացրեցինք աղը եւ պղպեղը, կավելացնենք նաեւ սերուցքը։ Մինչ այդ արդեն մեր արիշտան գրեթե պատրաստ է։ Սերուցքը ավելացնելուց հետո կրակը մի թեթև լացնենք։ Պատրաստից այդ ընթացքում ենք արդեն աղցանի շարունակենք պատրաստել։ Ես ուղղակի հիշեցնեմ, որ կտրատեցինք մաղադանոս, սամիտ, ռեհան, համքեղ եւ հազարի տերևներ։ Իսկ այստեղ ունենք սերուցքով արդեն պատրաստվող հավի կրծքամիս։
Իսկ աղցանը, ինչպես մենք գիտենք, պիտի լինի շատ հասկանալի, թեթև, կալորիապես շատ ծանր պիտի չի լինի, այսինքն թեթև ասածը, որ ժողովուրդ հասկանա, այսինքն քիչ կալորիա կալորիականությամբ ու վիտամիններով հարուստ։ Այո, շատ բանջարեղեն, շատ կարելի է նույնիսկ միրգ, այսինքն վիտամիններ եւ էքստրակտիվ նյութեր իհարկե լինեն, որ մեր ներսի միկրոֆլորան լավ նախապատրաստի հիմնական սնունդը ընդունելու համար։ Բայց նաև գույների մասին չմոռանանք, չէ՞։ Միանշանակ։ Գունային համադրությունը ավելի գեղեցիկ ու ավելի ախորժել է դարձնում տեստը։ Մեր աղցանին արդեն կարող ենք ավելացնել աղը։ Այո։ Մի փոքր ձիթայուղ։ Ու նաև կօգտագործենք քացախ, նաև հնարավոր է օգտագործել լիմոնի հյութ, ըստ ձեր ընտրության նախասիրության արդեն։ Այո։ Այս ամենը հիմա կարող ենք խառնել։ Չմոռանանք, որ աղցանը համարվում է նախ ուտեստ, նախքան հիմնական կերակրատեսակի ճաշակելը։ Մեր արիշտան գրեթե պատրաստ է, մենք արդեն կարող ենք նաև զբաղվել տաք ուտեստով։ Արիշտան տեղափոխում ենք սերուցքով 100 կրծքանցի վրա։ Մի փոքր ջերմային մշակում կտանք, որից հետո այն պատրաստ կլինի մատուցման։ Պատրաստ արիշտան միանգամից տեղափոխում ենք հավի կրծքամսով պատրաստված այդ սոուսի մեջ, որը հավի կրծքամսից բացի նաև պատրաստվել է սերուցքով։ Նախկինում մոտավորապես մի 4-5 տարի առաջ մեր կազմակերպության էլի շրջանակներում կազմակերպության գործադիր տնօրեն Գարիկ Գևորգյանի նախաձեռնությամբ մենք նախաձեռնեցինք տարբեր մշակումներ արիշտայի հետ կապված եւ նույնիսկ առանձին հանրային սննդի օբյեկտ կար, որտեղ հենց արիշտա էր մատուցվում տարբեր լուծումներով եւ շատ լավ աշխատեց, ցավոք սրտի մեր Գարիկ Գևորգյան առողջական խնդիրների պատճառով լքեց Հայաստանը։ Մատուցում ենք արդեն։ Մեր ուտեստը պատրաստ է։ Մենք մատուցենք։ Որովհետև Համլետը ամբողջ իր մտոք սևեռված է այստեղ, եթե խոսեց, ոչինչ չի ստացվի։ Վերջում կավելացնենք արդեն քերած պարմեզանը, ասեմ, եթե քերած պարմեզան չկա, կարելի է փոխարինել սովորական էծի պանրով։ Ահա։ Մինչ գզևավորի Համլետը, ես հիշեցնեմ, որ այն սոուսը, որի մասին խոսեցինք, հավ եւ սերուցք, այնտեղ հավը տապակելու ընթացքում ավելացինք նաեւ սախտոր, չէ՞։ Այո։ Եվ այսպես բարեկամներ պատրաստել էինք, այսքանն ենք նախապատրաստել, այսքանն ենք մենք ձեզ համար ծրագրավորել։ Համլետ ջան, եթե դու ասելիք ունես մեր հեռուստադիտողներին, խնդրեմ։ Նախ ես ցանկանամ մեր գործընկեր Գարիկին ցանկանալ քաջ առողջություն, շուտապույտ վերադարձ հայրենիք, իսկ մեր հարգելի սիրելի հայազգին ցանկանում եմ համբերություն, առողջություն, հուսով եմ շուտով այս ամեն ինչը կավարտվի։ Շնորհակալություն, ապրես դու եղբայր, միանում եմ եւ ընդհանրապես ուզում եմ մեր համքարության անունից դիմել եւ ցանկանալ Գարիկ Գևորգյանին առողջություն եւ շուտապույտ վերադարձ հայրենիք, ողջ եղիր եղբայր։
Արիշտա հավի կրծքամսով։ Արիշտա 150 գրամ, հավի կրծքամիս 100 գրամ, սերուցք 100 գրամ, կարագ 30 գրամ, ձիթայուղ 20 գրամ, աղ, սև պղպեղ, պարմեզան, այծի կամ ոչխարի պանիր 20 գրամ։ Աղցան գարնանային։ Խարը կանաչի 1 կապ, հազարի տերև 1 կապ, բրոկոլի 3-ից 4 ճյուղ, քացախ 20 գրամ, ձիթայուղ 20 գրամ, աղ, կանաչ սոխ 50 գրամ։ Բարի ախորժակ։ Բարեկամներ, միշտ պիտի հիշենք ամեն ինչ սկսվեց հայկական բարձրավանդակից եւ ցորենից։ Մեր ազգային արժեքների պահապանները մենք ենք եւ միայն մեզ է տրված այն պահպանել, տարածել եւ փոխանցել եկող սերնդին։ Ուրիշից բողոքելու ոչ մի առիթ մենք չունենք։ Հուզում եմ, որ լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամներ։